նրանք կարող էին իրենց ներկայությամբ այստեղ մեծ դեր կատարել, բայց մենք մնացել ենք այնքանով, որքանով որ մնացել ենք։ Ուրեմն պատճառները շատ են, պատճառները նաև պատմական են, ազգային ազատագրական գաղափարախոսությունը եւ հայրենասիրությունը Հայաստանում գրեթե երբեք չեն խրախուսվել իրենց մաքուր տեսակով, եւ Խորհրդային Միության օրոք դրանք այնուամենայնիվ որոշ չափով աղճատված են եղել եւ որոշ չափով էլ ճնշված վիճակում են եղել։ Բայց այնուամենայնիվ ներեցեք, ձեզ ընդհատում եմ, սովետական տարիներին 36 թվականի Ստալինյան սահմանադրության մեջ հայոց լեզուն մեր հանրապետության համար հռչակված էր պետական լեզու։ Նույնը 78 թվականի սահմանադրության մեջ։ Այսինքն այն ինչ չկարողացան անել այդ տարիներին, այսօր մենք փորձում ենք իրականացնել անկախության շրջանում։ Այսինքն սովետական կայսրությունը ավելի նախընտրելի է, քան ռուսական կայսրությունը։ Ես հենց դրա համար էլ նշեցի, որ որոշ չափով էր այդ ամեն ինչ աղճատված, Խորհրդային Միությունը ինքը սարսափելի հակասական երևույթ էր, մի կողմից ճնշում էր այդ գաղափարախոսությունը ազգային ազատագրական, մյուս կողմից Խորհրդային Միության օրոք են կառուցվել եւ Մատենադարանը եւ մեր բազմաթիվ այլ կրթական գիտական կենտրոնները, բայց այսօրվա իրավիճակից ավելի վատթար իրավիճակ, երբ քո պետության գլխին կանգնած են մարդիկ, ովքեր ամբողջությամբ խորթ են ազգային արժե համակարգին, որոնք ուղղակի չեն ընկալում ոչ հայոց լեզվի, ոչ հայոց մշակույթի, ոչ հայոց պատմության ռազմավարական արժեքը, այսպիսի իրավիճակ թերևս հայ ժողովուրդը իր ողջ պատմության մեջ չի ունեցել։ 4-րդ դարում ունեցել ենք։ Ես վստահ չեմ, որ 4-րդ դարում այսպիսի իրավիճակ է եղել, որքանով որ ես ծանոթ եմ այդ։ Հայաստանը բաժանվեց Պարսկաստանի եւ Բյուզանդիայի միջև։ Այո, բայց դա չի նշանակում, թե հայոց վերնախավն էր այդպիսի ցանկությամբ տոգորված, որ պետք է բաժանվի։ Եթե դուք կարդաք Ղազար Փարպեցի, այնտեղ շատ հստակ մի կարևոր նախադասություն կա, թե ինչ է ասել թագավորը այդ բաժանման ժամանակ։ Նա ասել է. երբեք մեր պատմության մեջ այսպիսի դժբախտություն չի եղել։ Ինչու պետք է հենց իմ օրոք այն պատահեր։ Ես մեջբերեցի ոչ բառացիորեն, բայց գրեթե բառացիորեն։ Այսինքն վերնախավը զգացմունքային առումով եւ նաև իր մտքով դեմ է եղել այդ ամեն ինչին, իսկ այսօր մեր վերնախավը զգացմունքային առումով էլ եւ իր մտքով էլ մեզ տանում է դեպի գաղութացում։ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ժամանակ դա Թուրքիայի կողմից գաղութացում էր մասնակի, իսկ այս լեզվի հարցում հնարավոր է գաղութացում եւ Ռուսաստանի կողմից եւ հետագայում կարող են բացվել ամերիկյան, ֆրանսիական, գերմանական եւ այլ դպրոցներ։ Իսկ այդ դպրոցներում դաստիարակվելու են բնականաբար ոչ Հայաստանի քաղաքացիներ։ Այդ մասին մեր իշխանությունը իր նախարարների շուրթերով հանգիստ հայտարարում է, որ այո, լինելու են գերմանական, ֆրանսիական, անգլիական, ռուսական եւ այլն։ Հասկանում եք, այսպիսի իրավիճակը հանդուրժել չի կարելի եւ ես չեմ կարծում, թե հայ ժողովուրդը համակերպվելու է նման իշխանության հետ։ Պարոն Այվազյան, փորձենք ամփոփել մեր զրույցը։ Չնայած դուք արդեն ասացիք այն ինչ որ ես ուզում էի լսել, այնուամենայնիվ ինչով է լեզվաքաղաքական հեղաշրջման այս նախաձեռնությունը, ինչպես ես անվանում եմ այս նախագիծը, սպառնում մեր երկրի ազգային անվտանգությանը, ինչպես մեր լեզուն փրկենք մեզնից։ Դե այստեղ բազմաթիվ պատասխաններ արդեն տրվել են, ինքս ես էլ եմ մի քանի հոդվածով հանդես եկել, փորձեմ համառոտ ներկայացնել։ Ազգային լեզուն կազմում է ազգային մշակույթի եւ ինքնության հիմքը։ Եվ Հայաստանի կառավարության հեղինակած այս նախագիծը փորձում է նեղացնել հայոց լեզվի կիրառման եւ շրջանառման շառավիղը եւ պակասեցնել հայերենին պատշաճորեն տիրապետողների քանակը։ Սա ուղղակի հարված է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը մի քանի կենսական ոլորտներում։ Հայոց մշակույթին եւ նրա զարգացման հեռանկարներին է հարված, որովհետեւ օտարալեզու կրթություն ստացած հազարավոր տաղանդավոր երեխաներ այլևս երբեք հայերենով չեն ստեղծագործելու։ Հայաստանի ժողովրդագրությանն է հարված, որովհետև այլալեզու կրթություն ստացածների մեծամասնությունը օտարանալու է եւ անհաղորդ մնա իր հայրենիքի պատմությանն ու մշակույթին։ Այնուհետև ընդմիշտ լքելու է Հայաստանն ու մեկնելու այն երկրները, որոնց լեզուներով կրթվելու դաստիարակվել է։ Հարված է նաեւ հայաստանաբնակ ժողովրդի մշակութային միասնականությանը։
Այստեղից մենք փորձ ունենք, խորհրդային տարիների փորձը, երբ Հայաստանում օտարալեզու եւ հայալեզու կրթություն ստացած հայերի միջև առաջացել էր հասարակական ու սոցիալ-հոգեբանական լուրջ լարվածություն, եւ հիմա, երբ դեռևս քննարկվում է այս նախագիծը, դեռ չի ընդունվել, այդ լարվածությունը նորից սկսել է զարթնել, եւ վերջապես սա հարված է հայ ժողովրդի արժանապատվությանը։ Իր երեխային օտարալեզու դպրոց տվող հայաստանաբնակ հայն ի սկզբանե զոհաբերում է եւ իր արժանապատվությունը եւ իր զավակի արժանապատվությունը։ Պարարտ հող է ստեղծում օտարամալության, նաեւ թերարժեքության բարդությունների համար, ինչպես նաեւ դրանց ծայրահեղ դրսևորման ազգային ինքնատիացության համար։ Այս երևույթները առկա են հայոց միջավայրում։ Մենք սեփական ձեռքերով, այսինքն ոչ թե մենք, այլ մեր կառավարությունը չանցալով մասնագիտական բոլոր կառույցների խոսքին ուզում է այս բոլոր հարվածները հասցնել իր պետությանը եւ իր ժողովրդին։ Ինչու համար է այդ դեպքում այդ կառավարությունը պահում թեկուզ չնչին ֆինանսավորմամբ այդ բոլոր ինստիտուտները եւ կառույցները։ Վերջին հաշվով ազգային ակադեմիայի բոլոր ինստիտուտները հանդես են եկել դեմ հայագիտական եւ հումանիտար բլոկի։ Պետական համալսարանի հայագիտական գրեթե բոլոր ամբիոնները, բանասիրության ֆակուլտետը, պատմության ֆակուլտետը հանդես են եկել դրա դեմ։ Ոչ ռեկտորատը, ոչ դեկանատները։ Բայց ես խոսում եմ մասնագիտական կառույցների մասին, այնուամենայնիվ եւ բանասիրության ֆակուլտետը եւ պատմության ֆակուլտետը եւ մնացած բոլոր ամբիոնները գրեթե 1-2 բարձրացան։ Ֆիզիկայի ֆակուլտետը։ Նաեւ ֆիզիկայի ֆակուլտետը, գուցե այլ ֆակուլտետներ, որոնց մասին մենք տեղյակ չենք, ֆիզիկայի ֆակուլտետի մասին ես 2 օր առաջ եմ իմացել։ Ուրեմն ինչու է անտեսվում այս մասնագիտական միտքը։ Դա նշանակում է, որ արժեքային համակարգում որևէ ընդհանրություն հայ ժողովրդի հետ այսօրվա իշխանությունը չի տեսնում։ Սա է պատճառը։ Ես մի առիթով նշեցի, որ մեր քաղաքական վերնախավը վերածվել է մի ենթաէթնոսի, որի արժեհամակարգը խիստ տարբերվում է եւ արդեն հակասում է հայ ժողովրդի արժեհամակարգին եւ կենսական շահերին։ Այսուհանդերձ ես վստահ եմ, որ հայոց լեզուն, որը նույն ինքը հայ ժողովուրդն է, հաղթանակ են տոնելու վաղ թե ուշ, եւ այն կառավարությունը, որը պետք է խաչակրաված արշավանք հայտարարի հայոց լեզվի եւ ազգային արժեքների դեմ, դատապարտված է անփառունակ վախճանի։ Ես ցանկանում եմ, որ նրանք, ովքեր դուրս են ելել պայքարի, չվհատվեն, այլ շատ վստահ լինեն, որ Հայաստանում օտարալեզու դպրոցներ հանրակրթական չեն գործելու, Հայաստանում հանրակրթական դպրոցները լինելու են միայն հայերենով։